Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչների հետ։ Արփինե Սարգսյանը կարևորել է նախարարության եւ գործակալության համատեղ աշխատանքը եւ ընդհանուր նպատակներին միտված քայլերի արդյունավետությունը, ընդգծելով, որ արդյունքում հնարավոր է եղել բալանսավորված ձևով սինխրոնիզացնել բոլոր մոտեցումներն ու գտնել ճիշտ լուծումներ։ Արձանագրելով թվայնացման գործընթացում իրականացվող բարեփոխումների դրական դինամիկան, նախարարը նշել է, որ քաղաքացիներից ստացվող արձագանքները վկայում են հաշվառման քննական ստորաբաժանումներում նորարարական լուծումների արդյունավետության մասին։ Նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է բիոմետրիկ համակարգի ներդրման գործընթացը եւ վստահություն հայտնել, որ նախատեսված ժամկետներում այն կյանքի կկոչվի, դառնալով իրականացված կարևորագույն բարեփոխումներից մեկը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել գործակալության տնօրեն Ներսես Երիցյանին եւ թիմին նախարարության հետ սերտ համագործակցության համար։ Նախարարի խոսքով թվայնացումը ոչ թե հաստիկների կրճատման, այլ հանրային ծառայությունների մատչելիության, հասանելիության ու մատուցման նոր որակի մասին է։ Քննարկվել են նաև թվայնացման ոլորտին առնչվող մի շարք հարցեր, հասցեագրվել ու սահմանվել են ներդրվող ծրագրային ուղղություններն ու հստակեցվել իրականացման ժամկետները։ Ավարտին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով համագործակցությունը պարգևատրել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչներին։ Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են Nissan Magnitsky ավտոմեքենայի վարորդի եւ ուղևորի կասկածելի վարքը։ Պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։ Ժամը 1:45-ին Լուկաշինի փողոցի հետնամասում թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին եւ Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին։ Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։ Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը։ Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։
Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն։ Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում։ Տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը։ Ձեռք բերել ազատ վաճառվող մուլտի սքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար։ Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցման, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ և ապահով միջավայր։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաև անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը և դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը և գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության և իրավակարգի կայունության համար։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։